Ականջի ցավ, իհարկե դա շատ-շատերի մոտ է առաջանում եւ նաեւ խլություն տարիների ընթացքում։ Դրա համար ականջի ցավի դեպքում հաճախ մարդը սկսում է բամբակի խծուծով մաքրել եւ այն սեղմում է իրար վրա սեղմվելուց հետո առաջանում է խցանում, որը արդեն եւ խլություն եւ կարելի է ասել նույնիսկ մի փոքր կարող է առաջացնել ցավ տարիների ընթացքում, եթե բորբոքվի։ Դրա համար Ամիր Դովլաթի խորհուրդը ականջի ցավի ժամանակ վերցնում ենք ճարպը հալեցնում ենք, իհարկե խոզի ճարպը պետք է հալեցնենք, հավասար քանակությամբ ավելացնում ենք նռան հյութ, թարմ քամված, այնուհետև կաթեցնում ականջի մեջ։ Մի քանի անգամ անելուց հետո ցավը բավականին եւ հեռանում է ձեզանից եւ բուժվում։ Իսկ շատ հաճախ խլության դեպքում օգտագործվում է բոխկ, սև բոխկի վերին շերտը հանում ենք, փորում եւ մեջը լցնում վարդի յուղ, այնուհետև թողնում ենք մոտավորապես 10-15 օր, 15 օրից հետո քամում ենք մարլյայով այնպես, որ ոչ մի հատիկ մասնիկ չի լինում եւ կաթեցնում ականջի մեջ։ Պատկերացնում եք, ունեցել ենք դեպքեր, նույնիսկ անգամ չափից ավելի լսողությունը կորցրած մարդու մոտ վերականգնվել է լսողությունը։ Պատկերացնում եք, ժողովուրդ, կատարեք այս բաղադրատոմսը եւ այն ձեզ էլ կօգնի։ Եղեք առողջ։